Ամանորի զարդարանքները միշտ եղել են տոնի ամենասրդաբուխ մասը, յուրաքանչյուր ընտանիք սպասում էր այդ պահին, երբ տանը հայտնվում էր տոնածառը, բնական թե արհեստական։ Զարդերի փայլը, լույսերի ոսկրտումն ու երեխաների ծիծաղը ստեղծում էին իսկական գաղափար։ Սերնդեսերունդ փոխանցվող խաղալիքները պահպանում էին հիշողություններ, տոնի նախապատրաստությունը վերածվում էր ընտանեկան ավանդույթի։ Մենք որ մեծել ենք, ես օրինակ յոլքա չեմ այդ Եղևնի տոնածառ չեմ ունեցել, չեմ տեսել։ Ասեմ մեր տանը մեջ երեխա ենք եղել, 4 երեխա ենք եղել, բայց այդ բանը չէր, ինչ այն ժամանակ ինչ որ այդ ման տարածված չէր, կունենային այն մարդիկը, ում ծանողներն որ դուրս էին ելել, քաղաք տեղի ուսանող էին եղել, ավելի իրենց զարգացած գազ գային, ավելի ժամանակակից գազ գային, այն մարդիկը իրենց երեխաներուն տոնածառ գանեին գա, երեխաները կուրախանային գա, այդ ձևի եղել։ Ճիշտ է, իքե կային, անդարներեն եկերթային բերեին գա, բանական այդ Եղևնիները բերեին գա, բայց այս ձևի ինչ որ հիմի արդեն ինչ ասա դեկտեմբերի 1-ին հետ արդեն հանին գա փողոցները ծախին գա, այս ձևի չի եղել, էլի։ Նու լավ է, երեխաներուն համար լավ է տոնածառը։ Ես ունեցել եմ երեխա, թոռը ունիմ, այնոնք են ուրախացել, այսոնք ուրախանան գա, նոր տարին նոր գմոդենա, այդ երեխաներուն համար առաջ ուրախությունները մեկը տոնածառն է, խաղալիքներն են, բայց խաղալիք եղել ենք այստեղած խաղալիքները սա նույն ձևի են եղել, մեկ քանի ձևի են եղել, բայց եղել է այդ անուսնական թևերուն ես դուրսն եմ եղել այդ Պրիբալտիկայի այդ հանրապետ այնտեղ եմ եղել Ռիգայի մենից խաղալիք եմ բերել մինչև իմ այդ խաղալիքները տունը կան էլի շատ ամուր էին շատ գեղեցիկ էին մինչև հիմի մնացել են ջարդած են բայց հիմի խաղալիքները շատ արհեստական են պլաստմաս են նույնիսկ կարելի ասել որ էկոլոգիապես մաքուր չեն էլի այդ հիմիկվա խաղալիքները եւ տոնածառներու մասին կարելի ասել ու տող աշխարհը խաղաղալի երեխաները ուրախանան ծանողներն հնարավորություն ունենան գանեն իրենց երեխաներուն ուրախացնեն գովելի է ինչ Այսօր շատ ընտանիքներ կանգնում են ընտրության առաջ, բնական թե արհեստական տոնածառ։ Բնական ծառերը իր հետ բերում էին անտառի բույրը, իսկ արհեստականները տնտեսող եւ բազմակի օգտագործման հնարավորություն։ Շուկայում առաջարկները վերջերս շատացել են, իսկ բնակիչները փորձում են ընտրություն կատարել հաշվի առնելով թե բնապահպանական, թե ֆինանսական կողմերը։ Այնուամենայնիվ, ինչ տեսակի էլ լինի, տոնածառը շարունակում է մնալ Ամանորի գլխավոր խորհրդանիշը։ Տարվա համար շիվակ Ամեն տարի 25-ին կտանեի մեր քովը, 25-ին, 20-ին, բայց հիմի ինչ-որ շուտ է կդորում, շուտ է։ Այլը 10-15-ին հետև նոր տանել յորքան, երեխեքի համար լավ բան էլի։ Միշտ ձունը մնա։ Շատ մեծեր այսօր խոստովանում են, որ իրենց մանկության տոնածառերը այլ զգացողություն էին տալիս։ Տներում ձեռքով պատրաստված խաղալիքներ կային, սուրբ ծննդյան պատմությունները վերապրող զարդեր, գունավոր փայլաթիթեղներ, որոնք պահում էին ջերմ հիշողություններ։ Ներկայիս տեխնոլոգիական խաղալիքները, պլաստմասային, յանգվածային արտադրության զարդերը հաճախ չեն տալիս այն յուրահատկությունը, ինչին մարդիկ կարոտում են։ Բացի այդ, շատերի մանկությունում արհեստական տոնածառերը չկային կամ շատ հազվադեպ էին, ինչն այսօր դարձնում է այդ զարդարանքը յուրովի նորույթ։ Ընդհանրապես տոնածառը ինձ համար շատ մեծ ուրախություն է պարգևում, չնայած այս տարիքից, երբ գալիս է Ամանորը, ես կարծես փոքրանում եմ։ Տարբեր տեսակի լույսեր եմ օգտագործում, խաղալիքներ, իսկ տոնածառը լավ կլինի ոչ թե բնական, այլ արհեստական։ Բնականը լավ չէ, որովհետև փոքր ծառը կտրում ես, բերում ես տուն, իսկ ծառը կտրելը դա լավ բան չէ։ Ինձ համար արհեստականը ավելի սիրուն կլինի ու ավելի ջոխացված կլինի, քան բնականը։ Բնականը ինձ համար շատ վատ հետևանք կրնա թողնեսենք։ Ես երբեք չեմ սիրել բնական տոնածառ ունենալ ու երբեք էլ բնականը չեմ օգտագործել։
եղել է մեր տունը միշտ արհեստական, իհարկե տարբեր տեսակներ, վերջինը անցյալ դարի է ու շատ հիանալ տոնածառ է, եւ խորհուրդ կտամ, որպեսզի ժողովուրդը օգտագործի ոչ թե բնական տոնածառը, այլ արհեստական, որպեսզի խուսափի ամեն մի դժվարությունից։ Բնական տոնածառը լավ չէ։ Տարիների ընթացքում չնայած փոփոխությունների տոնածառի զարդարումը շարունակում է մնալ մարդկանց ամենասիրած զբաղմունքներից մեկը։ Վերջին տարիներին նկատվում է, որ հատկապես երիտասարդ ընտանիքները մեծ հետաքրքրությամբ ստեղծում են իրենց զարդարանքի սեփական ոճը, համադրելով ավանդական եւ ժամանակակից տարրերը։ Շատերը կրկին փորձում են վերականգնել մանկության տոնածառի ջերմ մթնոլորտ, խանցելով այդ ավանդույթը իրենց երեխաներին։ Տոնածառի շուրջ միավորվող ընտանիքը դարձնում է ամանորը ավելի լուսավոր, իսկ զարդարանքի պահը անշուշտ ամենահիշաժաններից։